Բարի եկող Մարիամ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Մարիամ ջան, սովորաբար ես իմ տաղավարում հյուրընկալում եմ քաղաքական վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ խոսում եմ բավականին բարդ եւ ոչ հեշտ թեմաների մասին, աշխարհակարգի փոփոխություն, հայ-թուրքական հարաբերություններ եւ այսպես շարունակ։ Բայց գեղեցկությունը, որի մասին մենք միասին կխոսենք, կբացահայտենք մի շարք գաղտնիքներ, նույնպես որոշակի առումով քաղաքական թեմաներին առնչվում է եւ այդ մասին ավելի մանրամասն ու հանգամանալից կխոսենք, բայց ես ուզում եմ մեր հերոսայտողներին նշեմ, որ Մարիամ Խաչատրյանն է հյուրընկալվել մեր տաղավարում 2025 թվականի Միս Հայաստանի առաջին վիցեմիս հաղթող տիտղոսակիրը, նաև հանդիսատեսի համակրանք տիտղոսին են արժանացել, այնպես որ բավականին հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Մարիամ ջան, կխնդրեի սկսեիք նախ ամենասկզբից, ինչպես ստացվեց եւ ինչու որոշեցիք, որ հենց դուք եք մասնակցելու Միս Հայաստան 2025 մրցույթին։ Շնորհակալություն հարցի համար։ Ես այստեղ մանկության երազանքներով չեմ հասել։ Ես այստեղ եկել եմ գիտակցված եւ հստակ նպատակներով։ Սա եղել է շատ դժվար ճանապարհ, ինչը կարող եմ ասել, որ չի հարթել ոչ ոք։ Ինքնուրույն անցել եմ շատ դժվարին ու բարդ ճանապարհ մենակով։ Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել գեղեցկության ոլորտը, միշտ ուսումնասիրել եմ այն հաղթողներին, ովքեր ունեն գեղեցիկ ճանապարհ, ովքեր անգամ կիսատ են թողնում իրենց ճանապարհը եւ հասկանալով, որ դա իմն է, իմ աշխարհն է, ես պատրաստվում եմ լինել այնտեղ, դեմ գնալով շատ հանգամանքների Մենք կբացահայտենք ընթացքում։ Ես եղա Միս Հայաստան 2025 թվականի միջազգային մրցույթի։ Այն ինչպես ծագեց այդ գաղափարը, այսինքն դա մանկության երազանք չէր, բայց դա ինչ որ մարտահրավեր էր, ինքդ քեզ նետել էր եւ որոշեցիր, որ պետք է հաղթահարես եւ գնաս դրան։ Դու խոսեցիր դժվարությունների մասին, մի փոքր կմանրամասնես, ինչ դժվարություններ էին հիմնականում։ Ես արդեն նշեցի, որ միայնակ եմ անցել այս ճանապարհը։ Բարդ եւ փշոտ ճանապարհ ես կասեի։ Այո։ Կուզենայի սկսել այնտեղից, որ երևի շատ դեպքերում շատ աղջիկներ երազում են մասնակցել եւ շատերին ոգևորում են իրենց ծնողները, շատերին ոգևորում են իրենց շրջապատը, բայց ինձ մոտ եղավ լրիվ հակառակը։ Իմ ընտանիքը դեմ գնեց։ Ես հարգելով նրանց վախերը շարժվեցի առաջ։ Թողնելով ընտանիքս, թողնելով իմ քաղաքը Վանաձորը, ես եկա Երևան ու սկսեցի ամեն ինչ մենակով։ Դժվար էր, իսկապես բավականին դժվար էր ու այս բառերը, որոնք որ ես հիմա ասում եմ, շատ մեղմ են հնչում։ Ես լսեցի ամենացավոտ ոչերը հենց ծնողներիս կողմից, քանի որ նրանք ինձ ասացին՝ դա քո տեղը չի, դու այնտեղ չես կարող լինել, դա դեմ է մեր արժեքներին, դա դեմ է մեր ավանդույթներին, բայց ես դրանք չկորցրեցի, ես դրանք ինձ հետ բեմ վերեցի եւ ցույց տվեցի, որ իրենց դաստիարակած աղջկան ես չկորցրեցի տարիների ընթացքում եւ հենց բեմում ամենաբարձրը իմ հայրն էր գոռում իմ անունը, դա արդեն հաղթանակ էր։ Բրավո, իսկապես, որովհետև քո վտիտ ուսերի վրա վերցել ես մի ամբողջ պատասխանատու եւ բարդ, երբ որ գալիս ես Վանաձորից, որքան էլ թվում է թե Երևանը շատ մեծ է, բայց այդքան էլ մեծ չի ու խոչընդոտները կրկին այստեղ էլ կան։ Ոնց էիր հաղթահարում։ Հաղթահարում էի ուղղակի չհանձնվելով։ Շատ դժվար էր։ Հատկապես դու նշեցիր միայնակ լինելով մենակ։ Այո։ Իմ ճանապարհը դա բավականին լուրջ կամք է։ Այո։ Պահանջում։ Ես անցել եմ միայնակ, ես անցել եմ ամեն անպատկերացնելի սիտուացիաների միջով, իրավիճակների, այո, իրավիճակների միջով շատ անգամներ ես ուղղակի բնակարան չեմ ունեցել մնալու։ Ես այստեղ բնակվում եմ արդեն 4 տարի վարձով եւ շատ ժամանակ ես իսկապես մնացել եմ դրսում, ինչի մասին երևի ես առաջի անգամ եմ խոսում, բայց ես չեմ հանձնվել ու ես միշտ մարդկանց աղջիկներին, ովքեր այսօր ինձ խնդրում են, դիմում են, ինձ խորհուրդ են հարցնում, ես մի բան եմ ասում, պայքարեք այն ամենի համար, ինչ սիրում եք, ուղղակի չհանձնվել, ունենալ աշխատասիրություն, չկոտրվել։ Ես անցել եմ միայնակ, բայց այսօր շատ աղջիկներ ունեն հնարավորություն անցնելու իրենց ծնողների կողքով, ունենալ աջակցություն։ Ես դա չեմ ունեցել, բայց եթե ես կարողացել եմ հասնել այստեղ, իրենք միանշանակ կարող են։ Կրկին բրավո, Մարիամ ջան, բայց դու նոր նշեցիր, որ արդեն երբ որ բեմում էիր, հայրդ ամենաբարձրն էր, ոգևորված, քո անունը հնչեցնում երևի, այ հետո նրանք ինչպես էին քո հետ խոսում։ Դու ինչպես նրանց ասեցիր, որ գիտեք, սիրելի ծնողներ, ահա, ողջ իրականությունը։ Ձեր դուստրը շատ նորմալ հասավ իր ամենաբարձր կետին։ Ցավոք սրտի կասեմ, որ մեր հանդիսատեսը շատ պահանջկոտ, քննադատ
եւ մեր ազգը մի քիչ ուրիշ ձև ընկալումներ ունի մոդելինգի, նույնիսկ Հայաստանի մասին, բայց ես կարող եմ նշել, որ ես կարողացա շատ ընտանիքների առջև լինել ապացույց, նաեւ իմ ընտանիքի առաջ լինել ապացույց, որ բարոյականություն, արժեքներ, ավանդույթներ եւ մեր հայեցին չեմ կորցրել ես։ Ես դա բերել եմ ինձ հետ։ Ես դա պատրաստվում եմ տանել ինձ հետ նաև Հայաստանից դուրս, ցույց տալու, թե ով է հայուհին։ Իսկապես ես դա կարողացել եմ ապացուցել։ Դրանից հետո, ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, իմ ծնողները ինձ էսպես ասեցին. եթե դու անցել ես ամեն ինչի միջով առանց մեզ, իսկապես մենք լավ աղջիկ ենք դաստիարակել ու կարող ենք հենվել արդեն մենք քո վրա։ Շատ լավ, հիմա մի փոքր անդրադառնանք, ներքին թեմաներին, ինչպես էր ընթանում, ամբողջ process-ը։ Սովորաբար մրցակցությունը միշտ շատ է լինում, հատկապես այդ տեսակ միջոցառումներին, ել չեմ խոսում միջազգային արենաներում, թե ինչ խոչընդոտներ են ու ինչ դժվարություններ, մի հատ մեծ մսաղացի միջով անցնում ես, ողջ մնացիր, ուրեմն հաղթել ես։ Մեր դեպքում հայաստանյան, նման մրցույթներում ինչպես էր մրցակցությունը կար, բնականաբար կլիներ, բայց ավելի տոքսիկ էր, ավելի քիչ տոքսիկ էր, ընկերներ ձեռք բերեցիր, ինչպես էր մի փոքր խոհանոցից կպատմես, մարդ, որը հենց ներսում է եղել։ Մենք ի շնորհիվ Մամիկոն Դանելյանի, մենք բեմում մրցակիցներ էինք, այո, մենք աղջիկներով իրար հանդեպ մրցակցություն էինք տանում, բայց մրցակցությունից դուրս, բեմից դուրս մենք մի ընտանիք էինք, շատ համերաշխ, ես անկեղծ ասած զարմացած էի, որ սա իրականություն է, քանի որ մենք ֆիլմերում եւ իրականության հետ բախվելով հասկանում ենք, որ աղջիկների մեջ մրցակցությունը դա չափազանց լուրջ է, չափազանց դժվար է, ամեն ինչ հնարավոր է լինել, բայց կասեմ, որ Միս Հայաստանում ինչքան էլ որ եղել են փոքրիկ, շատ փոքրիկ խոչընդոտներ, մենք դա գեղեցիկ հաղթահարել ենք ինչպես ընտանիք։ Բեմի վրա այո մենք մրցակիցներ ենք եղել։ Ու այո, բեմում կանգնած վերջին մեր արդեն բոլոր աղջիկներով երբ որ կանգնած էինք բեմում, մենք արդեն հաղթած էինք բոլորով։ Ու չկար այդ նախանձությունը, վատ հայացքներն ու խոսակցությունները։ Մենք կուլիսներում միմյանց ուղղակի շնորհավորում էինք։ Կապ չունի թագը ումն էր, վիցեմիսով էր, երկրորդ վիցեմիսով էր, դա ընդհանրապես ոչ ոքի արդեն հետաքրքիր չէր։ Հիմա դու պատմում ես մի բան, որը տենց ուտոպիստական է թվում, բայց փաստորեն իրականում մեր իրականության մեջ, հայկական իրականության մեջ ամենայն դեպս մեկը մյուսին օգնելու, քաջարելու այդ գործընթացը կա, այսինքն մրցակից լինելով կարող են նաև լինել ընկերներ։ Այ ինչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, որոնք հիմա մեզ դիտում են, հիմա քեզ դիտում են, որոնց համար դու օրինակ ես, որոնց համար դու իսկապես այն ամենաբարձր օրինակն ես, որ 0-ից միայնակ այդքան գեղեցիկ, այդքան հեզ, քո վտիտ ուսերի վրա ամբողջ դժվարություն ես տարել ու եկել հասել ես հաղթանակի։ Ինչ խորհուրդ կտաս նրանց։ Խորհուրդ կտամ, որ չհանձնվեք ոչ մի վարքյան։ Ուղղակի չհանձնվել։ Ինձ իմ կյանքում հանդիպեց մի մարդ, ով սովորեցրեց, որ կյանքում եւ առհասարակ ցանկացած իրավիճակում կամ պետք է ընտրես ապրել կամ մեռնել։ Չկա միջին, չկա երրորդ տարբերակ։ Ես ուզում եմ իրենց խորհուրդ տալ, որ չընտրեք ուրիշ ոչ մի տարբերակ։ Ընտրեք ապրելը, ընտրեք աշխատասեր լինելը, ընտրեք չհանձնվելը, կապ չունի ոլորտը, կապ չունի ինչ եք ցանկանում, մի հանձնվեք, աշխատասիրությամբ գնացեք առաջ։ Այդ խոսեցինք, որ բավականին բարդ խոչընդոտներ ես հաղթահարել, դժվարություններ ունեցել ես, բայց հիմա ուզում եմ որպես արդեն մասնակից, որը հաղթել է արդեն եւ այսօր այստեղ նստած եմ, ես այդ կիսվում է, իր կարծիքներն ու տպավորություններն է ներկայացնում էր հեռուստադիտողներին, այն բոլոր աղջիկներին, որոնք նույնպես կմասնակցեն ու ոչ պակաս կարևոր տեղեր կզբաղեցնեն։ Ամենադժվար պահը բեմում ո՞րն է։ Ամենաէմոցիոնալ բռնկումը ո՞րն է, որ դու ապրել ես։ Ես նշեցի, որ անցել եմ բարդ ճանապարհ, բայց ես անցնելու ժամանակ դա չեմ գիտակցել։ Ես դա չեմ հասկացել, դրա լրջությունն ու դժվարությունը։ Բեմում կանգնած, երբ որ մեզ արդեն իսկ կանոնները մեր հնչում էր, մենք առանձնանում էինք տասնյակի, հետո հնգյակի, ամենադժվար պահը դա էր։ Երբ հասկանում ես, որ ունես անցած ճանապարհ ու դու քո վրա վստահ, դու քո մեջ պիտի քեզ արդարացնես հանուն այն ամենի, ինչի միջով դու անցել ես, դու ունես ծնողներ, ովքեր դեմ են եղել, դու պետք է քեզ արդարացնես, ուղղակի չունես տարբերակ, բայց որոշումը քո ձեռքերում չի, որոշումը հանդիսատեսի եւ ժյուրիի ձեռքերում է։ Լսում եմ բոլորի անունները տասնյակում։ Ամենադժվար պահն էր ուղղակի իմ աչքերի դեմը սևացել էր, ես ոչինչ չէի տեսնում իսկապես։ Ես մենակ աշխատում էի լսեմ ու ոչ թե ինձ հույս տալ, որ իմ անունը կա, այլ իսկապես լսել իմ անունը։ Ես սկզբում լսեցի տասնյակում իմ անունը եւ այդտեղ հասկացա, որ վերջ։
ես չունեմ շարունակություն այստեղ։ Ամենադժվարը ես արդեն ընդունել էի, որ ես այստեղ պարտվեցի։ Հետո հնգյակ ու նորից նույնը կրկնվեց։ Ես հասկացա, որ հնգյակից հետո ես առաջ չեմ գնա։ Կյանքում չէի պատկերացնի, երբեք չէի հավատա։ Երբ որ արդեն մենք մեր հաղթողի հետ միասին բռնեցինք միմյանց ձեռքերը, ես հասկացա, որ միգուցե շատերը շատ բան չեն տեսնում, միգուցե ժյուրին շատ բան չգիտի, բայց Աստված ամեն ինչ տեսել է։ Ու ես իսկապես արժանացա վիցեմիսին, ու ի սրտե շնորհակալություն եմ ուզում հայտնել Մամիկոն Դանելյանին, մեր մրցույթի գլխավոր տնօրենին։ Իր շնորհիվ ես շատ դժվարություններ հեշտությամբ հաղթահարեցի, քանի որ կրկնում եմ, իմ կողքը չի եղել ոչ ոք, բայց նա իմ կողքը եղել է թե հայր, թե եղբայր, թե ընկեր։ Նա ինձ փորձել է հասկացնել, որ դժվար է, բայց դիմացիր։ Շատ դեպքերում թույլ չի տվել ես մրցույթի ժամանակից դուրս գամ, ես շատ դեպքերում փորձել եմ հանձնվել, բայց նա չի թողել ու ասել է, որ չի կարելի։ Եկել ես, ունես պատմություն, ինչի շնորհիվ ես իրոք պատմությանս ու հետ ճանապարհի շնորհիվ ունեցա հաղթանակը։ Մարդիկ գնահատեցին իմ անցած ճանապարհը։ Շատ հաճելի բաների մասին ես խոսում, շնորհակալություն իսկապես բոլորին, Մարիամ ջան, ես կցանկանայի նաև խոսել այն մասին, թե ինչ տվեց քեզ մրցույթը եւ մրցույթից առաջ ինչպիսին էր ընկերների, բարեկամների, գործընկերների, համակուրսեցիների, դասընկերների եւ այլն, այն մարդկանց վերաբերմունքը եւ մրցույթից հետո արդեն ինչպես է հիմա։ Միանշանակ մինչ մրցույթում լինել վիցե Միս Հայաստան, մինչ դա բոլորը դեմ էին։ Մինչ դա ես չեմ ունեցել ոչ մի աջակցություն, ոչ մի ընկեր, ոչ մի հարազատ, չեն եղել իմ կողքը պարզապես չընդունելով իմ որոշումը լինել մոդելինգի մեջ։ Բոլորը։ Ամենամոտ ընկերուհիները անգամ։ Բոլորը։ Ես թողել եմ բոլորին ու եկել եմ Երևան 0-ից սկսելով ամեն ինչ։ Շատ դեպքերում աշխատելով Երևանում տարբեր կազմակերպություններում ես աշխատել եմ լռել ու չասել, որ ես պատրաստվում եմ մասնակցեմ կամ արդեն իսկ մասնակցում եմ, քանի որ վախենում էի նորից ոչեր լսելուց։ Եվ ինչ տվեց արդեն մրցույթից հետո։ Այդ նույն մարդիկ ինչպես են քեզ հետ շփվում եւ այլն։ Մրցույթից հետո սկսվեց շատ թեժ քննարկումներ, մեծ աջակցություն դեպի ինձ, շնորհակալ ենք քեզ, դու բարձր պահեցիր Լորի անունը։ Ես հասկացա, որ այդ մարդիկ ուղղակի նկատեցին հաղթանակը։ Անցած ճանապարհը չտեսան, չեղան իմ կողքին, բայց հաղթանակը իրենց ոգևորեց, եղան իմ կողքին, շնորհավորեցին։ Ես հասկացա, որ պետքա ուղղակի չլսես ոչ ոքի։ Ունես նպատակ, շարժվի առաջ։ Հրաշալի խոսքեր ես հնչեցնում։ Մարիամ ջան, իսկ միջազգային արենայում մի փոքր կպատմես ինչպես են տեղի ունենում այսպիսի մրցույթները եւ ինչպես է մեզ մոտ տեղի ունենում, այսինքն որպես ներսի մարդ, որը մասնակցել է այդ ամբողջ process-ներին ականատես է եղել, դժվար եւ բարդ խոչընդոտ ճանապարհը հաղթահարել է։ Ինչը կփոխեիր, ինչը կցանկանայիր, որ փոխվեր եւ մրցույթում եւ զուգահեռներ նաեւ տանենք, հարցս մի փոքր երկար է, հայկական եւ միջազգային ասպարեզում, այնտեղ ավելի բարդ է գուցե, այնտեղ ավելի վտանգները շատ են, մի փոքր այս մասով խոսենք։ Իհարկե, բարդության մասին կարող եմ ասել, որ գրեթե նույնն է միջազգային թե Հայաստանում կատարվողը, չէ, միանշանակ նույնն է։ Դժվարությունները միգուցե ավելի շատ է միջազգայինում, քան Հայաստանում։ Մենք եթե այստեղ ի սկզբանե գրանցվում ենք 600 աղջիկ, գնում առաջին քայսինգին դուրս մնում 100-100-ներով ու անցնում վերջի 20-ը, միանշանակ միջազգայինում ավելի մեծ կոնկուրս կա, մրցակցությունը այնտեղ շատ է։ Այո, դրա համար կարող եմ ասել, որ միջազգայինը միանշանակ բարդ է, ավելի ծավալուն աշխատանք է, ու շատ աղջիկներ թողնում են իրենց քաղաքը, գնում են ուրիշ երկիր, ներկայացնում իրենց երկիրը, դա ավելի բարդ է կանգնել տարբեր երկրների կողքին ներկայացնելով քոնը։ Եթե մենք այստեղ ներկայացնում ենք մարզերով, այնտեղ ներկայացնում են երկրներով։ Այ այնտեղ հենց գալիս է քաղաքականության մասը, որի մասին ես խոսում եմ, որ այո, այսպիսի մրցույթները նույնպես քաղաքականացված են։ Եվ իհարկե քաղաքականացված է, քանի որ մենք շատ ենք տեսնում ինչպես են մեր հայ մոդելները երկրից դուրս միջազգային մրցույթներում փորձում տեղ գրավել, փորձում թեպետ լինելով ամենալավերի մեջ, իրենց տեսքով, պահվածքով, ամեն ինչով, բայց մեկ էլ տեսնում ենք, որ մեկ այլ երկիր, որը երևի այդտեղ այդ քաղաքական թեմաներն էր արծարծվում, լինում է այնպես ինչպես լինում է։ Դա շատ ներքին է, որը մենք երևի չենք կարողանա տիրապետել այդքան խորը, ինչի մասով ես կարող եմ խոսել, կասեմ, որ
ես ինքս պատրաստվում եմ անցնել այդ ներքին խոհանոցով, բարձրացնել իմ դրոշը ու գրավել տեղ։ Միանշանակ։ Ես չեմ էլ կասկածում, եթե քաղաքական արենայում ամեն բան լավ ստացվի եւ ինչու ոչ հաղթանակը հենց քոն էլ կլինի եւ փորձենք ամփոփենք Մարիամ ջան, քո օրինակով քո մեսեջը որը կլինի այն բոլոր աղջիկներին, որոնք պատրաստվում են եւս մեկ անգամ դիմել եւ որպեսզի չվախենան, չհանձնվեն, չկոտրվեն, խնդրեմ։ Ես ձեր միջոցով ուզում եմ հայտարարություն անել մի փոքր, ես շուտով լինելու եմ իմ սրտի քաղաքում, իմ ծննդավայր քաղաքում Վանաձորում, քանի որ ես շատ աղջիկներից եմ ստանում հաղորդագրություններ, զանգեր, ովքեր անգամ տարբեր ոլորտում, անգամ այն ոլորտի հետ, որի վրա ես կապ չունեմ, ինձանից ինչ-որ բան են հարցնում, ես ուզում եմ լինել առաջին հերթին իմ քաղաքում, հետո ամբողջ Հայաստանում շրջել ու աղջիկներին տալ հույս։ Աղջիկներին ցույց տալ, որ եթե ես կարող եմ, դուք կարող եք միանշանակ անցկացնել փոքրիկ սեմինարներ միայն իրենց հետ։ Նաև ուզում եմ այցելել իմ դպրոցը քաղաք Վանաձորում եւ ամանորին ընթരാճ ուզում եմ փոքր երեխաներին մի փոքր նվերներով այցելել, քանի որ մենք դեռ մանկությունից ձևավորվելով մեր մեջ նպատակներ, երազանքներ գալիս ենք ու հասնում ենք հասուն տարիքի, հասկանում ենք, որ երբ փոքր էինք, ուզում էինք դա մնաց։ Ես չեմ ուզում դա մնա։ Ես ուզում եմ դրանք իրենք տանեն առաջ։ Շնորհակալ եմ անչափ այս գեղեցիկ հարցազրույցի համար։ Ես եւ մեր ամբողջ ստեղծագործական թիմը մաղթում ենք քեզ միմիայն հաղթանակներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։